Քանի որ որոշ տգետները ընդհանրապես պատմություն եւ փիլիսոփայություն չիմանալով այնուամենայնիվ համարձակվում են ցիտել Կոնֆուցիոսին, մենք զարգացածներս ցիտենք Կոնֆուցիոսին որպես այսօրվա սկիզբ։ Եվ այդպես մեծն Կոնֆուցիոսը ասում էր, որ 7 տարին բավարար է, որպեսի փոխվի սերունդը, որպեսի կրթվի ամբողջ ժողովուրդը եւ երկիրը բարգավաճի։ 7.5 տարի բավարար էր Նիկոլին ամբողջությամբ տապալելու Հայաստանը, կազմաքանդելու պետական ապարատը, զրոյացնելու կրթության ընդհանրապես որակը եւ կրթության արժեքը, հանձնելու Արցախը, հանձնելու Հայաստանի Հանրապետության մի շարք տարածքները եւ այդպես շարունակ։ Իրականում դժվար է նույնիսկ թվարկել ամբողջը։ Հայաստանի Հանրապետությունը լցված է օտարերկրյա միգրանտներով, որոնց մասին եւ ոչ մեկ ճիշտ տեղեկություններ փաստացի չունի, եւ նորից ու նորից, անգամ մինչեւ ամենացածր մակարդակ, անգամ փողոցների վիճակը կառավարելի չէ։ Եվ այդպես այս ամբողջը ակնհայտ տեսնելով, մենք միաժամանակ փաստում ենք, որ լրջագույն արտաքին վտանգի առաջ ենք մինչև հիմա, եւ իրականում արտաքին վտանգը միգուցե ել ավելի սաստկանում է այժմ, երբ որ ակնհայտ է, որ Նիկոլի կեղծ խաղաղությունը զրոյացել է եւ Նիկոլի ամբողջական ապարատը իշխանական այլևս ընդհանրապես իզորու չէ կառավարել Հայաստանի Հանրապետությունը։ Այդ ամբողջին գումարվում է վերջին կես տարվա ընթացքում Նիկոլի սատանայապաշտ արշավը ընդդեմ հայ առաքելական եկեղեցու եւ իր ամբողջ հարվածները մեր ազգային սրբություններին դարձան ընդհանրապես իր հենց նոր գաղափարախոսության հիմնասյուն, այնուամենայնիվ իր հարվածը հայ առաքելական եկեղեցու հանդեպ, փաստացի հարվածը ընդհանրապես քրիստոնեության հանդեպ, եւ մենք հենց այդ պատճառով անվանում ենք Նիկոլին սատանայապաշտ։ Այս ամբողջը հասկանալով մենք ակնհայտորեն տեսնում ենք, թե ինչպես են իշխանությունները ապօրինի կերպով զավթում հայ առաքելական եկեղեցու գույքը, թե ինչպես ապօրինի դատում են մեր սրբազաններին, որոնց որ հին սրբերը նույնականացնում էին առաքյալների հետ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես նպատակասլաց զրոյանում է եւ պղծվում է հայ առաքելական եկեղեցու հեղինակությունը։ Եվ ըստ այդմ մենք այնուամենայնիվ հարց ենք տալիս բոլորին, իսկ ով է հրեշը։ Եվ սա այն հիմնարար հարցն է, որ վերջերս մեզ շատ հուզում է, որովհետև այո, մենք տեսնում ենք Նիկոլի չարիքը, այո, մենք տեսնում ենք, որ Նիկոլի ամբողջ թիմը փաստացի մասնակցում են իր այս սատանայական արարքներին, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ հրեշները նաև բոլոր այն հոգևորականները, որոնք որ այլևս հոգևորական չլինելով դավաճանում են ի սկզբանե իրենց կողմից իբր թե գոնե որդեգրած քրիստոնեական արժեքները։ Հրեշ են նաև բոլոր նրանք, ովքեր շարունակում են ծառայել Նիկոլին, մոռանալով, որ իրենք երդում են տվել ծառայելու Հայաստանի Հանրապետության ժողովրդին, այլ ոչ Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Եվ այդպես մենք կարող ենք թվարկել ցավոք սրտի բազում հրեշներին, այն բոլոր մարդկանց, ովքեր գնում են այդ կեղծ իբր թե պատարակներին, որոնք որ մատուցում են փաստացի այլևս իրավունք չունեցողները, եւ որոնց մասնակցում է Նիկոլը ու շատ այլ մարդիկ։ Եվ դա ամենամեծ տխրությունն է բոլորիս համար։ Եվ այնուամենայնիվ մենք գիտենք, որն է հրեշի սիրտը։ Մենք գիտենք, որ այս ամբողջի մեղավորը Նիկոլն է, եւ հենց Նիկոլը անհապաղ պետք է պատասխանատվության ենթարկվի այս ամբողջի համար։ Երբ որ մեզ հարցնում են ինչու մենք, բարձ պատճառով մենք քաղաքական ուժ չենք այո, բայց խիղճը թույլ չի տալիս ընդհանրապես լռելու։ Խիղճը պահանջում է, որ անհապաղ քայլ անես առաջ, որովհետև ինչպես շատերը ասում են, երբեմն իրավիճակը կյանքի կարող է լինել այդպիսին, որ հետ քայլ անելու պարագայում այլևս իմաստ չունի ապրել։ Եվ դա բոլորին է վերաբերում։ Բոլորին, բոլոր հայերին, որովհետև մենք հայերս հայտնվել ենք այդպիսի իրավիճակում, որում եւ ոչ մի հետ քայլի իրավունք այլևս չունենք։ Սա ակնհայտ է։
Եվ հենց այս ամբողջի պատճառով մենք այսօր պատրաստել ենք որոշ հայտարարություններ, եւ առաջին հայտարարությունը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր համարձակվում են պղծել հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Աստծո դատաստանը մոտ է, եւ ոչ մեկը չի կարողանա փրկվել դրանից, եւ յուրաքանչյուրը իր պատիժը կրելու է շուտով, եւ դա մեզանից վեր է, մեր պատկերացումներից վեր է, որովհետև մշտապես միևնույնը արկա են երկնային ուժերը, եւ լսեք, որ հնչում են այլևս այդ բոլոր հնչյունները, որոնք որ նախապատրաստում են Աստծո դատաստանը, եւ շեփորի ձայնը այլևս հնարավոր է լսել։ Սա մեր առաջին հայտարարությունն է։ Մեր երկրորդ հայտարարությունը վերաբերում է ՔՊ-ին, որովհետև բոլորդ ակնհայտորեն տեսնում եք, որ Նիկոլը պատասխանատվության իբր թե ենթարկում է անգամ իր թիմին, եւ ինքը հենց ձեզ է դավաճանելու առաջին հերթին, որովհետև ինքը դավաճան է։ Եվ դավաճանելով Հայաստանի Հանրապետությունը, դավաճանելով իր պաշտոնը, դավաճանելով իր հայ լինելը, եթե ընդհանրապես հայ է, ինքը իհարկե հեշտությամբ դավաճանելու է նաև ձեզ, եւ ինչ եք անելու դուք բոլորդ, երբ որ Նիկոլը դատվի։ Ու երբ որ Նիկոլը դատվի, դուք չմտածեք, որ մենք մոռանալու ենք ձեր անունները, բոլորիդ անունները հիշվելու են, եւ բոլորդ պատասխան տալու եք։ Անհապաղ, հենց հիմա քայլեր ձեռնարկեք, որ հենց դուք ինքներդ առաջին հերթին պայքարեք հիմա Նիկոլի դեմ։ Մեր հաջորդ հայտարարությունը վերաբերում է ընդդիմությանը, որովհետև ընդդիմության հանդեպ մեր մեղադրանքները եւս ակնհայտ են։ Ընդդիմության պասիվությունը անհնար է ընդհանրապես որևէ կերպ բացատրել։ Եվ հիմա, երբ որ նայում ես այդ մեծամտությունը, որ իրենցից շատերը այնուամենայնիվ դրսևորում են, մենք հիմա մեծամտության տեղիք ունենք ընդհանրապես։ Մենք ամբողջ Հայաստանով, ամբողջ հայ ազգով գլորվել ենք անդունդը, Նիկոլի պատճառով այո, բայց նաև մեր պասիվության, մեր անտարբերության, ընդդիմության անհամերաշխության, ընդդիմության թուլակամության, վախկոտության եւ այդ ամբողջի պատճառով։ Եվ այդ ֆոնին որտեղից է ձեզ այդ անտեր մեծամտությունը, որ դուք շարունակում եք դրսևորել։ Ես ոչ մի կերպ դա չեմ կարող հասկանալ։ Եվ գիտեք այն հին անեկդոտով, որ ասում են չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Ես մտածում որ ընդդիմությունը ընդհանրապես մոռացել է ինչի համար է այդ ամբողջ քայլերը, ինչի համար է ընդհանրապես կոչվում ընդդիմություն։ Այդ տարբեր հայտարարությունները փոքր, որ իրենք ունենում են։ Մենք ունենք երկու հիմնարար նպատակ, եւ այլը չկա։ Առաջին հերթին անհապաղ ձեռբազատվել Չարիքից, որը Նիկոլն է, եւ իր ամբողջ թիմը, եւ իր ամբողջ գաղափարախոսությունը, եւ երկրորդ նպատակը համախմբել բոլոր առողջ ուժերին եւ կարողանալ գտնել ճանապարհը, որով հնարավոր կլինի Հայաստանը այս սարսափելի վիճակից դուրս հանելու։ Մեզ լուրջ ծրագիր է պետք։ Այն հնարավորությունը քայլ առ քայլ, որով որ հնարավոր կլինի այս վիճակից դուրս գալը, որովհետեւ առաջի դժվարությունը կլինի իհարկե Նիկոլից ձերբազատվելը, բայց երկրորդ դժվարությունը եւս ակնհայտ է։ Եվ փոխարենը բոլորով միավորվեն, տեսեք, մենք մոտ մի քանի ամիս առաջ առնվազն, կոչով հանդես եկանք, որ պետք է վերջապես բոլորը միավորվեն, եւ ականատես ենք լինում, որ ամեն մեկը տեղում հայտարարում է, որ պետք է միավորվել իր շուրջ։ Ոնց թե մարդու շուրջ չէ, որ դուք պիտի միավորվեք, այլ գաղափարի, նպատակի, այս մեր սեփական հայրենիքի, մեր ազգի փրկության շուրջ, այլ ոչ թե ինչ-որ մարդկանց։ Սա առաջի հիմնարարն է, եւ հետո անձ գնանք, առաջինը Քոչարյանը, ես զարմանում եմ, բոլոր տարբեր պատճառներով դուրս արի դաշտից, այո, Հայաստան դաշինքում կան իհարկե առողջ ուժեր, իհարկե կան շատ լավ անհատականություններ, այդ առողջ ուժերը կարող են մյուս առողջ ուժերի հետ միավորվել եւ մեծ զորություն սարքել, բայց լսում ես Քոչարյանին ու ինքը հայտարարում է, համարձակվում է հայտարարել, որ Հայաստանում կա 3 ուժ։ Առաջինը մեր ձևով ուժը մենք դեռ չգիտենք, ոնց կարելի ասել, որ միայն այս 3-ն են։ Եվ երկրորդը, ինչպես կարելի է հայտարարել, որ ՔՊ-ն քաղաքական ուժ է։ ՔՊ-ն հանցագործներ են, հանցագործը պետք է նստի բանտում, այլ ոչ թե համարվի քաղաքական ուժ եւ ում կողմից, ընդդիմության կողմից։
Եվ դրա համար Քոչարյան անձամբ անհապաղ պետք է դուրս գա դաշտից, իսկ Հայաստան դաշինքը միավորվելով մյուսների հետ դառնա իրոք առողջ քաղաքական ուժ։ Երկրորդը Սերժ Սարգսյանին։ Մենք շատ ուրախ ենք, որ հիմա քարտեր ինչ-որ ձևով բացվում են, բայց էլ պետք չէ պահել ինչ-որ քարտեր։ Բլեֆի ժամանակ չէ այլևս։ Պետք է բացել բոլոր քարտերը եւ բոլորս վերջապես իմանանք, փաստեր ունենանք, թե ինչպես եղավ, որ 2018 թվականին Նիկոլի այդ կեղծ անվանվող Թավշյա հեղափոխությունը ընդհանրապես հնարավոր դարձավ, որ հիմա ցանկացած ակցիայի պարագայում միանգամից գալիս է ոստիկանության ստվար զանգված անգամ մեր փոքր ակցիաներին եւ հավաքում են ճնշող մեծամասնությամբ մարդկանց։ Ցանկացած մարդ, որ ինչ-որ բաներ է ասում Նիկոլի հասցեին, մյուս օրը իր դուրը թակում են։ Ինչպես եղավ, որ Նիկոլին հաջողվեց իրականացնել այդ իբր թե հեղափոխությունը։ Բացեք բոլոր քարտերը։ Եվ երրորդը վերաբերում է մեր ձևով շարժմանը։ Մի քանի ամիս անցավ, մենք տենց էլ չիմացանք, այդ ինչ ձև է։ Մեր ձևով մենք գնացինք առաջի օրը ցույցի, չէինք հասկանում մեր ձևով, բայց մտածում ենք դերա, որ գոռում են միգուցե հույս կա։ Այդ ո՞րն է ձեր ձևը։ Ժամանակ չէ, որ իմանանք։ Մի կողմից լսում ես իրենք հայտարարություն են անում, որ բազմազավակ ընտանիքներին աջակցություն։ Ձեր ցավները դուք հին ինչ-որ պաստառներից եք վերցրել, թե որտեղից եք վերցրել։ Հայաստանը սարսափելի վիճակում է։ Մենք արտաքին լրջագույն վտանգի առաջ ենք մինչև հիմա, որովհետև Ադրբեջանը շարունակում է հայատյաց հայտարարությունները եւ զավթող քաղաքականությունը եւս շարունակվում է։ Այդ ֆոնին բազմազավակ ընտանիքներին դուք պետք է աջակցեք։ Եթե դուք իրոք ուզում եք լինել քաղաքական ուժ, ապա հավաքեք ձեր շուրջ իրոք քաղաքական առողջ ուժերին եւ ճիշտ քայլեր ձեռնարկեք։ Ու ժամանակն է, որ ցանկացած իրը իր անունով անվանվի։ Եվ նորից հիշենք, որ հիմնական երկու նպատակ կա, որոնց մասին ասել եմ, ասում եմ եւ կասեմ։ Երկու հիմնարար եւ այլը չկա։ Ձերբազատվել չարիք հանդիսացող Նիկոլից եւ փրկել Հայաստան այս ամբողջ իրավիճակից։ Եվ մեր վերջին հայտարարությունը, չնայած վերջինն է, բայց առանցքային է մեզ համար եւ փաստացի մեր հիմնական հայտարարությունն է։ Մենք պետք է կարողանանք առողջ հիմնարար մեկ ընդհանուր տեխնացու ունենալ։ Իրականում փաստ է, որ վարչապետ լինելը մեր նոր ստեղծվող Նիկոլի երբ որ Նիկոլին վերջապես դատենք ու այդ ամբողջ փլատակներից նոր պիտի կարողանանք ինչ-որ ձևով ձևավորել նորից առողջ հանրապետություն, որը շատ ծանր կլինի, շատ սարսափելի պայմաններում կլինի, այնուամենայնիվ հենց դրա համար մեզ իրոք պետք է շատ ուժեղ տեխնացու, եւ դա պիտի լինի ոչ թե մեկ մարդ։ Ես չեմ հասկանում բոլոր նրանց, ովքեր որ հիմա ամեն մեկ իրեն փորձում է վարչապետի տեխնացու զգալ։ Դա շատ ծանր պատասխանատվություն է, մենք սարսափելի վիճակում ենք հիրավի։ Եվ դրա համար մենք առաջարկում ենք, մենք կոչ ենք անում բոլորին խնդրել, դիմել ամբողջ խոնարհությամբ, դիմել մեր Միքայել arczepiskopos Աճապահյանին խնդրանքով, որ իր գերանշնոր համաձայնությունը տա լինելու ընդհանուր միասնական վարչապետի տեխնացու։ Եվ սա անհապաղ պահանջ է բոլորիս համար։ Ու միգուցե մենք այլընտրանք չունենք այլևս։ Ահա սրանք են մեր հայտարարությունները եւ մենք հետամուտ ենք լինելու մեր հայտարարություններին եւ առաջիկայում շարունակում ենք մեր տարբեր ակցիաները։